Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը նոր ռեկորդներ է սահմանում։ Յուրաքանչյուր օր բազմահազար հետևորդներ դիտում են, քննարկում հեռուստասերիալը։ «Հարսնաձորի լեգենդը» համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են արագ թափով ու գաղտնիքները բացահայտվում են շատ արագ։ Ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին, Սաքոն այդքան էլ արդար ճանապարհ չի ընտրել իր բիզնեսի համար և ժամանակն է, որ պատասխան տա, ինչին ունկնդիր է լինում հենց Նարէն։ Ինչպես Հայկի հետ խոսելուց Քեռին նշեց, նրանց բիզնեսում ստուգումներ են, իսկ դա նշանակում է, որ Սաքոյի համար լավ օրեր չեն սկսվել։ Հատկապես հիմա, երբ Քաջիկը որոշել է գալ Սաքոյի մոտ ու խոսել, քանի որ մեղքի զգացումը տանջում է նրան։ Իհարկե, Արփիի հոր Քաջիկի դեմքից երևում է, որ նա ալկոհոլը չարաշահել է, բայց մյուս կողմից էլ խիղճը նրան հանգիստ չի տալիս, քանի որ տարիներ առաջ նա Սաքոյի մեղսակիցն է եղել։ Նախ առաջինը նա տեղեկացրել է, որ տեսել է Աշոտին իր տանը, ինչի պատճառով Սաքոն կորցրել էր գլուխն ու որոշեց, որ Աշոտին պիտի այն աշխարհ ուղարկի, քանի որ իր պատվից ցածր էր համարում, որ Աշոտը ու քույրը պետք է հանդիպեն։ Իհարկե, պատիվն ամենաբարձրն էր, բայց ոչ մարդ սպանելու գնով։ Նա անտառում սպանում է Աշոտին ու Քաջիկի հետ թաղում։ Երկար տարիներ ոչ ոք տեղեկություն չունի, թե որտեղ է Աշոտը։ Աշոտի հարազատներն էլ կարծում են, որ Աշոտը Լալայի հետ է և նրան մեղադրում էին իրենց միայնակ թողնելու համար։ Բայց հիմա Քաջիկը եկել է, որպեսզի Սաքոյի հետ խոսի այդ մասին ու թեթևանա, բայց ինչպես երևում է, նրանց անակնկալ է սպասվում, քանի որ ամենաթեժ խոսակցության ժամանակ հայտնվում է Հայկը, ով գնացել էր պարզելու, թե ինչ գիտի Միքոյի մասին Սաքոն և վերջապես ինչպես է իր հոր ժամացույցը հայտնվել Սաքոյի մոտ, և Հայկի համար հետաքրքիր անակնկալներ են բացահայտվելու։ Հեռուստադիտողներին հետաքրքրում է, թե արդյոք Հայկը հասցրեց լսել այն խոսակցությունը, որը իր համար շատ գաղտնիքներ կբացահայտի։ Իհարկե, հեռուստասերիալը ունի դեռ բավական երկար սերիաներ և այդքան էլ հեշտ չէ այսքան արագ բացահայտել ճշմարտությունը և իմանալ, որ Աշոտն արդեն ողջերի շարքում չէ, բայց ինչ-որ բաներ արդեն գլխի կընկնի Հայկը, և իր համար հարցեր հաստատ կպարզի։ Բայց թե ինչ պատասխան կտա Սաքոն այն ամենից հետո, ինչ լսելու է Հայկը, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում ու նոր գաղտնիքների բացահայտումներ։ Հեռուստադիտողներն ուրախությամբ նշում են, որ Վռամը արդեն իրեն իսկական եղբոր նման է պահում, և այս սերիայի անոնսից էլ պարզ է դառնում, որ նա ամեն կերպ փորձում է օգնել քրոջը։ Նա շատ լավ հասկանում է, որ Նարէն Արմոյի նկատմամբ ոչ միայն զգացմունքներ չունի, այլ ատում է ու լավ գիտակցում է, որ այս ամենի հետևում կանգնած է իր հայրը։ Այդ պատճառով էլ Վռամն ամեն կերպ փորձում է օգնել Նարէին։ Նարէն էլ իհարկե հասկանում է, որ Վռամը ուղղակի չարացած էր, քանի որ նա կորցրել էր եղբորը իր թիկունքին։ Սոնան էլ մի կողմից շատ լավ հասկանում է, որ Նարէն մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայկին, չնայած որ Հայկն այդ ամենը չի ընդունում, բայց շատ շուտով նա ստիպված է և նրանց միջև արդեն զգացմունքներ են առաջանում, և շատ շուտով Հայկն առանց Նարէի չի կարող ապրել։ Իհարկե, արդեն նրա մոտ զգացմունքներ կան, բայց նա դեռ չի հասկանում դա սեր է, թե ուղղակի կապվածություն։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, շատ շուտով, ընդամենը մի քանի սերիայից արդեն Լալան կվերադառնա, բայց Լալան միայնակ չի վերադառնալու, նա ընտանիք ունի, ամուսնացել է, բայց հետևորդներին արդեն պարզ է, ինչպես կարծում էր Հայկը, որ Լալան Աշոտի հետ է, դա սխալմունք է, և նա ունի իր ընտանիքը, որոնք շատ շուտով վերադառնալու են ու հեռուստադիտողների համար հաճելի անակնկալան են։ Իսկ թե ինչպես է Հայկը պարզելու, որ իր հայրը մահացել է և Լալան ընդհանրապես կապ չի ունեցել իր հոր հետ,
կիմանաք մոտակա ժամանակներում։ Հեռուստասերիալի սցենարիստն ու պրոդյուսերը հետաքրքիր անակնկալ է պատրաստել հետևորդների ու հեռուստադիտողների համար, այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիան և ձեզ համար հաճելի անակնկալներ կսպասվեն։ Դե ինչ, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե ինչ եք կարծում, Հայկը պարզելու է, որ հայրը մահացել է և Քաջիկն ինչ է ասելու Հայկին և արդյոք կհաջողվի Սաքոյին լռեցնել Քաջիկին։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշեք նաև ինչ եք կարծում Լալան միայնակ է վերադառնալու, թե դստեր հետ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոնա Սաֆարյանը շարունակելու է նկարահանումներն այս հեռուստասերիալի շրջանակներում։ Ինչ եք կարծում, ինչ կերպար է մարմնավորելու Նոնա Սաֆարյանը։